Անից գյուղը տեղաբաշխված է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում, Ամանուն գետի հովտում։ Տարածքը 1259 քառակուսի կիլոմետր։ Վաղանիս անվան ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ։ Ըստ առաջի վարկածի, մեր գյուղի տարածքում դահեր առաջ սփռված են եղել շատ այգիներ։ Այգին մեր բարբառով բաղն է։ Այգենիստը վերափոխվում է ու դառնում բաղանիստ։ Ասում են, շատ նոր գետը մի քմահատի։ 7 տարին մեկ անգամ ձմռան սառնամանիքին գետը այնպես տաք է եղել, որ մարդիկ լողանում են, ինչպես բաղնիքում։ Այդ պատճառով էլ գետը իր անունը ստացվել է բաղնիկ, հետագայում ընդունափոխվել դարձել բաղանիստ եւ անցել նաեւ բնակավայր։ Մյուս տարբերակը բառերի արմատների հետ է կապված, այսինքն բակ գումարածնից բառերի, աստծո պես նստած կամ աստվածանից։ Այս ստուգաբանությունը գիտական է եւ շատ հավանական։ Այստեղ է գտնվում մլի աղբյուրը, որը ստեղծությունների պատճառ է հանդիսացել Խովանից գյուղի ստեղծմանը։ Խաղանից գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը ծագում է 10-րդ դարում։ Պահպանվել է խորանի մասը, հյուսիսային պատը եւ դրանից հարավային եւ արևմտյան մասերը։ Այս եկեղեցու տարածքում են գերեզմանատեղերի, որտեղ խաղարկավորված են տեղաբնիկները, եկեղեցու սպասավորները եւ շինարարները։ Եկեղեցու տարածքում է գտնվում գյուղի ամենահին ծառերից մեկը՝ Կռեշնին։ Գյուղում 1965 թվականին կանգնեցվել է հուշաղբյուր, երկրորդ աշխարհամարտում զոհվածներին հիշատակել։ Խովանից գյուղում միջնադարյան ժամանակներից հայտնի է Հարսնաքար սարը, որը գտնվում է ծովի մակարդակից 1200 մետր բարձրության վրա։ Գյուղին դեմարդեն կա մի թախծոտ սար։ Վաղուց կոչում են նրան Հարսնաքար։ Ես էլ չգիտեմ, թե երբ է եղել։ Հասմիկն ու Սաքոն իրար շատ սիրել։ Երթում են արել կանաչ այդ սարին, որ վկա բերել, այդ սիրո մասին ծնողքն իմացել։ Տերը պահապան երկուսն էլ ասել, ոչնան մրգահամ ու խաղաղ մի օր եկել են տանեն Հասմիկի քաղոր, բայց դեռ խնամոտ տունը չհասած ու Հասմիկ հարսն է դեր հարս չդարձած, արյուն է եղել աշխարհում սաստիկ, իսատ մնացել քեփ ու հարսանի, բիմբաշին դեռիր խոսքն չավարտած Հասմիկը նրան տվեց պատասխան, վերքերս խորն է, մահս արդեն մոտ, դժվար թե ապրեմ մինչև առավոտ, իսկ մի փոքր անց հզոր պայթյունից սարը դղրդաց, արևն էլ մեգեն պոկվեց ընկավցած։ Գյուղին դեմարդեմ կա մի թախծոտ սար, սարի գագաթին վիթխարի մի խաչ, արև անձրևից մաշված ջանգոտված, ասում են ենտեղ նրանք են թաղված։